Բարի և որդնյալ առավոտ, սիրելի հարազատներս, եկեք սկսենք Հայր մեր աղոթքով։ Հայր մեր, որ երկնքում ես, սուրբ լինի անունը քո թագավորությունը թող գա, քո կամքը կատարվի երկրի վրա, ինչպես երկնքում։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ու ների մեր մեղքերը, ինչպես մենք ենք ներում մեր պարտապաններին, ու մի տանի մեզ փորձության, այլ փրկի մեզ չարից, քանի որ քոնն է արքայությունը, զորությունն ու փառքը հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Հիմա անդրադառնանք Դեյվիդ Ջերեմիայի Աստված սիրում է և միշտ էլ կսիրի գրքին, որ Աստծո սիրո մասին է։ Այսօր այս գրքի վերջին ձայնագրությունն է։ Նախկին դասերը լսեք, շատ կօրհնվեք։ Լսեք և հասկացեք, որ Աստված սիրում է ձեզ, քեզ, և թող Աստծո սերը ձեր կյանքը փոխի։ Այսօր խոսենք վերնագիրը հենց այսօրվա դա է, թույլ տուր, թող սերը փոխի քո աշխարհը, քո կյանքը, քո շրջապատը։ Երեկ մենք ավարտեցինք պատմելով Ջոն Պերկինսի մասին, և այն, որ ծառացել էր Ջոն Պերկինսի առաջ, այն հարցը ատել, վրեժ լուծել, թե ներել ու սիրել, նույնպես ծառանում է ամեն քրիստոնյայի առաջ։ Կարող ենք արդյոք թույլ տալ, որ սերը փոխի ամեն բան, թե մեր կյանքում և թե մեր շրջապատում, այս աշխարհում։ Կարող ենք արդյոք դադարեցնել չարիքին չարիքով պատասխանելը, կամ անտարբերությանը անտարբերությամբ պատասխանելը։ Կարող ենք վերջ դնել այս չար ցիկլի մեջ ապրելուն։ Եվ գիտեք, չենք կարող ասել, թող դիմացինը սկսի, հետո ես կանեմ։ Ոչ, մենք պիտի քայլ անողները լինենք։ Փոփոխությունը սկսվում է մեզանից, ոչ թե դիմացինից։ Ինչ կպատահի, եթե մենք իրականում սկսենք մարդկանց վերաբերվել որպես Աստծո ընտանիքի կորած, մոլորված անդամների։ Որոշ մարդիկ, գուցե շատերը, մեզ միշտ թվալու են, որ սիրելու արժանի չեն, և գուցե մեր տեսանկյունից այդպես էլ է, բայց նախքան ինքներս մեզ վրա չափազանց վստահ դառնալը, հիշենք, որ ինչ-որ մեկի համար էլ, ինչ-որ մեկի տեսակետից էլ մենք սիրելու բան չենք։ Եթե դուք ընտրել եք հետևել Քրիստոսին, ապա Սուրբ Հոգին եկել է ու ապրում է ձեր մեջ, ձեզ առաջնորդելու և զորացնելու, ձեզ Քրիստոսի սիրով լցնելու համար։ Երբ զգում եք, որ ձեր սրտում զայրույթ կամ վրդովմունք է բարձրանում, հեղինակն ասում է, ես ձեզ մարտահրավեր եմ նետում, խնդրեք Աստծուն, որ օգնի ձեզ սիրել և ներել այդ անձին կամ անձանց Սուրբ Հոգու զորությամբ։ Առանց Սուրբ Հոգու, առանց Աստծո մենք չենք կարող սիրել ու ներել, բայց Սուրբ Հոգու զորությամբ կարող ենք։ Եվ ամեն անգամ, երբ այդ վրդովմունքը բարձրանում է մեր մեջ, այդ զայրույթը բարձրանում է մեր մեջ, երբ հիշում ենք ասված խոսքերը իրավիճակ ու սկսվում ենք գրգռվել, մենք պետք է խնդրենք Աստծուն, որ օգնի մեզ սիրել և ներել այդ անձին, որ մեր սրտի մեջ ավելի շատ սեր լցնի, գերբնական կարողություն տա Սուրբ Հոգով։ Եվ ներումն ու սիրելը միանգամից չի ստացվում, ընթացք պիտի անցնենք։ Եվ սա այն աղոթքներից մեկն է, որ Աստված միշտ կպատասխանի, որտև չկա մի դեպք, երբ Աստծո կամքն է, որ մենք չսիրենք ու չներենք։ Միայնակ ամեն ինչ դժվար է, գուցե անհնարին, իսկ Սուրբ Հոգու զորությամբ ամեն ինչ հնարավոր է։
Ավելի քան 1 դար առաջ Հենրի Դրամոնդը քարոզեց սիրո մասին, դասական մի ուղերձ, այն անվանելով աշխարհի ամենամեծ բանը։ Եվ մի հատվածում Դրամոնդը անդրադարձավ նրան, թե ինչպես է Քրիստոսի սերը դառնում մեր սեփականը։ Նա նշում է, որ մագնիսը իր լիցքը փոխանցում է սովորական երկաթի մի կտորի, որը գտնվում է մագնիսի մոտ։ Աշխարհում չկա ավելի զորավոր մագնիսական ուժ, քան Քրիստոսի սերը։ Դու չես կարող պատկանել Քրիստոսին, քայլել Քրիստոսի հետ, որոշ ժամանակ գոնե, ու Քրիստոսի սերը չտիրի քեզ ու չգործի քո մեջ։ Հիշենք, քանի որ Աստված սիրել է մեզ, հիմա մենք կարող ենք սիրել Աստծուն, մենք կարող ենք սիրել ինքներս մեզ, մենք կարող ենք սիրել մյուս քրիստոնյաներին, մենք կարող ենք սիրել մեր մերձավորներին, հարևաններին, դրացիներին, մարդկանց, եւ վերջապես մենք կարող ենք սիրել նույնիսկ մեր թշնամիներին։ Աստծո սերն է տալիս մեզ այդ կարողությունը։ Բայց արդյոք կսիրենք։ Կսիրես դու արդյոք Աստծուն, ինքդ քեզ։ Կսիրես մյուս քրիստոնյաներին, կսիրես մերձավորներին, ոչ թե հենց քո ընկեր, ընտանիքի անդամներին, այլ մարդկանց, անծանոթներին, եւ կսիրես արդյոք քո թշնամուն։ Քրիստոսը եկավ երկնքից մեզ ցույց տալու, թե ինչ է սերը եւ ինչպես ապրել սիրո զորությամբ։ Հիմա ձեզանից, ինձանից եւ յուրաքանչյուր մարդուց է կախված դուրս գալ եւ սիրել մի աշխարհ, որը մեզ պատառոտում է, կտոր է անում, որովհետեւ վարակված է մեղքով ու չարությամբ։ Սա դժվար ու բարդ խնդիր է մեր առաջ, բայց Քրիստոսի զորությամբ, Սուրբ Հոգու գործով մեր մեջ մենք կարող ենք դա անել, ու ոչ միայն կարող ենք անել, այլ կարող ենք հաղթանակած դուրս գալ, որտեղ զորացնողը Քրիստոսն է, պատվիրողը Քրիստոսն է։ Ամփոփելով այս գիրքը, իր հանրահայտ շատրվանը վեպում, որ ուսումնասիրում էր սիրո, արվեստի եւ մահվան թեմաները, անգլիացի վիպասան Չարլզ Մորգանը գրել է. «Չկա ավելի մեծ անակնկալ, քան սիրված լինելու անակնկալը։ Սերը դա Աստծո մատն է մարդու ուսին։ Սա մարդու մեջ Աստծո կերպարի իրականությունը արտահայտելու գեղեցիկ նկարագրություն է։ Երբ մենք երկրի վրա իսկապես սիրող հարաբերությունների մեջ ենք, լինի Աստծո հետ, լինի մեր ծնողների հետ, երեխաների հետ, ընկերների հետ, մեր գործատուի հետ, մեր աշխատակիցների հետ, հարևանի հետ, անծանոթի հետ, մեր թշնամու հետ, կարծես Աստված թեթևակի կպչում է մեր ուսին եւ ասում. կա ավելին, վայելի քո գտած երկրային սերը, բայց մի բավարարվի դրանով, կարծես դա սիրո գագաթնակետը լինի, կա ավելին, եւ դա իմ սերն է քո հանդեպ։ Հեղինակն ասում է. ես իհարկե չգիտեմ ով է կարդում իմ այս գիրքը, ես էլ չգիտեմ ովքեր են լսում այս ձայնագրությունը։ Հետևաբար մենք չգիտենք ինչպիսին է ձեր արձագանքը Աստծո սիրուն։ Դուք գուցե Քրիստոսի հետևորդ եք, ով տարիներ է անցկացրել, վայելելով Աստծո հավատարիմ, անվերապահ, անսասան սերը։ Կամ կարող է դուք քրիստոնյա եք, ով նույնպես կարծում է Աստված սիրում է իրեն, բայց ինչ-որ չափով մարդկանց նման, կախված տրամադրությունից, կախված նրանից մեզ լավ ենք պահել թե վատ եւ կախված պայմաններից։ Դա մարդկային սերն է։ Կամ հնարավոր է ձեզ բռնության են ենթարկել եւ սերը օգտագործվել է որպես պատրվակ սեփական նպատակների հասնելու համար, սեռական կամ այլ ցանկությունները բավարարելու համար եւ դուք մեծ տրավմա եք տարել ու երթվել եք երբեք այլևս չվստահել ես քեզ սիրում եմ խոսքերին։ Անկախ սիրո հետ ձեր վերաբերմունքից դուք գուցե այն մարդկանցից եք,
ովքեր նախ կարդում են գրքի վերջին էջերում գտնվող եզրակացությունը, համառոտ ամփոփումը, նախքան որոշելը կարդալ ամբողջ գիրքը, թե ոչ, կամ գուցե դուք լսել եք միայն այս վերջին ձայնագրությունը։ Եթե կարդացել եք այս գրքի վերնագիրը, եթե լսել եք այս գրքի վերնագիրը, ապա դուք համարեք, որ գիտեք այս գրքի եզրափակիչ իմաստը։ Աստված սիրում է ձեզ։ Նա միշտ էլ սիրել է և միշտ էլ կսիրի։ Սա անհերքելի ճշմարտություն է, բայց ոչ թե նրա համար, որ հեղինակն է այդպես ասում, կամ ես Նարինես եմ այդպես ասում, այլ որովհետև դա Աստվածաշնչի եզրակացությունն է։ Հեղինակն ասում է, ես իմ կյանքը նվիրել եմ Աստծուն երիտասարդ տարիքում, և ես ապրում եմ որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ տասնամյակներ շարունակ։ Ես գիտեմ, որ Աստված իրական է, և գիտեմ, որ Աստված սիրում է ինձ։ Ես գիտեմ, որ Աստված սիրում է նաև ձեզ, ով էլ որ լինեք, անկախ ձեր հանգամանքներից։ Ես Նարինես կարող եմ միանալ սրան։ Ես Տիրոջը ճանաչում եմ մոտ 8 տարի, գուցե 9, գուցե մի քիչ պակաս։ Ու ես էլ գիտեմ, որ Աստված սիրում է և ինձ, և Աստված սիրում է ձեզ, անկախ ամեն հանգամանքից, անկախ ինչ եք արել։ Հեղինակը շարունակում է ասելով. ես անցել եմ կյանքի լավ և վատ ժամանակների միջով, և Աստված միշտ եղել է ինձ հետ։ Աստված երբեք չի հիասթափեցրել ինձ, չի լքել ինձ, բայց Աստված նաև չի ազատել ինձ բոլոր խնդիրներից կամ սրտի ցավից։ Այս աշխարհում մենք պետք է պայքարենք խնդիրների, դժվարությունների ու վշտերի դեմ։ Քրիստոսն ասաց, որ այս աշխարհում նեղություններ կլինեն, բայց մի վախեցեք, ես հաղթել եմ այս աշխարհին, նա ասաց։ Եվ այդպես Աստված միշտ եղել է ինձ հետ, թե լավ ժամանակներում, թե վատ, խնդիրների ու դժվարությունների ու վշտերի մեջ։ Աստված միշտ տվել է ինձ իմաստություն, հաջորդ անհրաժեշտ քայլն անելու համար, առաջ շարժվելու համար, ընկած տեղից վեր բարձրանալու համար։ Աստված օրհնել է ինձ ավելի շատ ձևերով, քան ես կարող եմ գրի առնել։ Ես չեմ կարող պատկերացնել, թե ինչ կլիներ կյանքս առանց Աստծո։ Ես ինչ-որ չափով որպես Նարինե կարող եմ պատկերացնել, թե ինչ կլիներ կյանքս առանց Աստծո, որովհետև երկար ժամանակ ես ապրել եմ առանց Աստծո, որովհետև շուրջ բոլորս տեսնում եմ մարդկանց, որոնք ապրում են առանց Աստծո։ Որքան ծանր է, որքան դժվար։ Դուք նույնպես կարող եք ճանաչել Աստծուն։ Կրկին մոռանանք ձեր անցյալի պատմությունը և ձեր ներկա հանգամանքները ոչ թե նրա համար, որ հետաքրքիր չի, այլ կարևոր չի Աստծուն ճանաչելու համար, դրանք էական չեն։ Աստծո սերը պայմանավորված չէ ձեր որևէ ունեցածով, չունեցածով, ձեր արածով ու չարածով։ Աստված սիրում է ձեզ, որովհետև նրա բնույթն է սիրել ձեզ, որտև իր ձեռքով ստեղծված եք, իր կերպարով ստեղծված եք, և թանկին է վճարվել ձեզ համար։ Բայց Աստված իր սերը ոչ մեկին չի պարտադրում։ Աստված ստեղծել է մեզ ազատ կամքի արարածներ լինելու համար։ Նա մեզ ազատ կամք է նվեր տվել։ Բայց Աստված իր սերը հասանելի է դարձնում մեզանից յուրաքանչյուրի համար, բայց մենք պետք է նախաձեռնություն ցուցաբերենք Աստծո սերը ստանալու և ընդունելու համար։ Բայց ինչպես կարող ես բացել քո սիրտն ու կյանքը Աստծո սերը ստանալու, ընդունելու համար։ Ես հիմա հեղինակն ասում է, ձեզ կառաջնորդեմ այդ քայլերով, բացատրելով քայլ առ քայլ, և խրախուսում եմ, որ անեք այս ամենահիանալի, սքանչելի քայլը, որ կյանքը ձեզ հնարավորություն է տալիս։ Եթե լսել եք բոլոր դասերը այս գրքի հետ կապված, կհիշեք նախորդ գլուխներից այս ճշմարտություններից մի քանիսը։ Եթե չեք լսել, խորհուրդ եմ տալիս լսել այն, ինչ բաց եք թողել։ Եկեք պարզենք, թե ինչ են նշանակում այս ճշմարտությունները ձեզ համար։
Աստծո սերը ընդունելու եւ Աստծուն անձամբ ճանաչելու ձեր ցանկության համար։ Նախ դուք պետք է ընդունեք, որ մեղավոր եք։ Մենք բոլորս ենք մեղավոր։ Սա նշանակում է, որ մենք սխալական մարդիկ ենք, անկատար, հակված ենք անել բաներ, որոնք մեզ բաժանում են Աստծուց, եւ ոչ միայն բաժանում են, այլ մեզ դրդում են, որ ընդվզենք ու ապստամբենք Աստծո դեմ։ Աստվածաշունչն այսպես է ասում այդ մասին Հռոմեացիներ նամակի 3:23 խոսքում. որովհետև բոլորը մեղանչեցին ու զրկվեցին Աստծո փառքից։ Աստծո սերը կատարյալ է, եւ Աստծո մեջ ամեն ինչ կատարյալ է, այդ թվում Աստծո սրբությունը ու Աստծո արդարությունը։ Քանի որ Աստված սիրում է մեզ, Աստված ուզում է ներել մեզ։ Այսպես ասեմ, քանի որ Աստված սիրում է քեզ, Աստված ուզում է ներել քեզ։ Ու քանի որ Աստված սուրբ է եւ արդար, Աստված պետք է լուծում տա քո մեղքերին ու պատժի քեզ որպես մեղավորի։ Եվ Աստվածաշունչն ասում է, որտեղ մեղքի հատուցումը մահն է։ Սա գրված է Հռոմեացիներ նամակի 6:23 գլխում։ Այսինքն, որպես մեղավոր, քո մեղքերի պատիժը պիտի լինի քո մահապատիժը։ Եթե Աստված չգտներ միջոց միջամտելու քո անունից, եթե չմշակեր փրկության ծրագիր քեզ իր հետ հաշտեցնելու համար, ծրագիր, որը կբավարարեր եւ Աստծո սիրո, եւ Աստծո սրբության, եւ Աստծո արդարության ստանդարտներին ու պահանջներին, ապա դու դատապարտված կլինես հավերժական բաժանման Աստծուց եւ մահապատժի։ Դաժան դատաստանի։ Եվ ահա ավետարանը Աստծո մարդկության փրկության ծրագրի բարի լուրն է։ Աստված իր միածին որդուն ուղարկեց այս աշխարհ, որ ինքն իրեն զոհաբերի քո մեղքերի համար։ Հռոմեացիներ նամակի 5-րդ գլխի 8-րդ խոսքում ասվում է. Աստված մեր նկատմամբ իր սերը հայտնեց, երբ մենք դեռ մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ։ Հիսուս Քրիստոսը միակն է, ով երբևէ ապրել է այս երկրագնդի վրա, ով ապրել է կատարյալ, անմեղ կյանքով։ Որպես Աստծո անարատ գառ, Հիսուսը մահացավ խաչի վրա քո փոխարեն եւ քո մեղքերի պատիժը անձամբ վճարեց, իր կյանքով վճարեց։ Քո մեղքերը դրվեցին Հիսուսի վրա, Հայր Աստծո կողմից։ Այդ պատիժը դու պետք է կրեիր, ու այդ պատիժը դրվեց Հիսուսի վրա։ Սա նշանակում է, որ գալիք դատաստանի ժամանակ, երբ Աստված պատրաստվում է դատել քո գործած մեղքերը, դատել քեզ, Քրիստոսը առաջ է գալիս երկնային դատարանում եւ ասում է. այս մարդու մեղքերի պարտքերը ես անձամբ եմ վճարել ու ամբողջությամբ եմ վճարել։ Խաչի վրա Աստված նայեց իր որդուն Հիսուս Քրիստոսին եւ տեսավ քո մեղքերը, որոնք Քրիստոսը վերցրել էր իր վրա։ Գալիք դատաստանի ժամանակ Աստված նայում է քեզ եւ տեսնում Քրիստոսի արդարությունը, որը գցվել է քո վրա, ինչպես սպիտակ, ձյունից էլ ճերմակ, անարատ պատմուճան։ Քանի որ Քրիստոսը վերցնում է քո մեղքերը եւ փոխարենը տալիս է քեզ իր արդարությունը, Սուրբ Աստծո համար քո ընդունելի լինելու խնդիրը լուծվում է։ Աստծո սերը, սրբությունն ու արդարությունը բավարարվել են Քրիստոսի զոհաբերությամբ եւ քո կողմից այդ զոհաբերությունը ընդունելով, որը հաջորդ քայլերից է։ Երկրորդը, դու պետք է ընդունես Աստծո սիրո նվերը, Աստծո սիրո պարգևը։ Այս գրքի ամբողջ ուղերձը այն է, որ Աստված սիրում է քեզ, նա միշտ սիրել է եւ միշտ էլ կսիրի։
Սակայն բավարար չէ ասել, ուրախ եմ լսել, որ Աստված սիրում է ինձ ու ոչինչ չանես ու թողնես գնաս, հեռանաս։ Աստծո սիրո մասին իմանալը, բայց այն չընդունելը ոչինչ չի փոխի քո կյանքում։ Այն նվերը, որ դու չես ստանում, չես ընդունում, դեռ չի ոչ մի արժեք չունի։ Աստված վճարել է քո մեղքերի գինը և հավերժական կյանքը այժմ հասանելի է քո համար։ Դրախտն է հասանելի քո համար դժոխքի փոխարեն, բայց դու պետք է այն ընդունես, ստանաս։ Այս պահին Քրիստոսը կանգնած է քո կյանքի, քո սրտի դռան առաջ և սպասում է, որ դու քո բերանով, քո ազատ կամքով, ցանկանալով, դարձի գալով հրավիրես Քրիստոսին քո կյանք, քո սրտի մեջ։ Հայտնության գրքի 3 գլխի 20 խոսքում ասվում է. ուրեմն նախանձախնդիր եղիր և ապաշխարիր։ Ահա ես դռան առաջ կանգնած եմ ու բախում եմ։ Եթե մեկն իմ ձայնը լսի և դուռը բացի, նրա մոտ կմտնեմ, նրա հետ կընթրեմ, նա էլ ինձ հետ։ Այսինքն հարաբերություն կունենա քեզ հետ, կհարաբերվես Աստծո հետ, կհաշտվես Աստծո հետ։ Եվ վերջապես, խնդրի Աստծուն ներել քո մեղքերը և հրավիրի Քրիստոսին քո սրտի մեջ, քո կյանք, հռչակի նրան քո կյանքի, քո Տերն ու Փրկիչը։ Ասա նրան, որ դու ցանկանում ես այն ներումը, որը միայն նա կարող է տալ։ Եվ դու նաև պետք է որոշում կայացնես հեռանալ մեղքի կյանքից, պայքարել մեղքի դեմ քո կյանքում Քրիստոսի հետ միասին, Աստծո խոսքով սնվել, Աստծո խոսքի մեջ արմատավորվել, որ միտքդ վերանորոգվի։ Ամփոփելով վերջացնենք։ Ընդունի, որ դու մեղավոր ես ու խոստովանի քո մեղքերը, ապաշխարությամբ հրաժարվի քո մեղքերից, դրանք Քրիստոսի առաջ բերելով, առանց որևէ բան թաքցնելու, և որոշի հետևել Հիսուս Քրիստոսին, աշակերտել նրան, ով կատարելապես սիրում է քեզ։ Ահա մի կարճ աղոթք, որ կարող ես անել։ Այս աղոթքը քեզ չի փրկելու։ Փրկվում ես Աստծո շնորհով և հավատքով և պիտի ցանկանաս մեղքի կյանքից, ապստամբ կյանքից հետ դառնալ, 360 աստիճան փոխել ճանապարհդ դեպի Աստված։ Սիրելի Աստված, գիտեմ, որ մեղավոր եմ և ընդունում եմ, որ մեղավոր եմ։ Ես խնդրում եմ, որ ներես ինձ։ Ես իմ ազատ կամքով բերում եմ բոլոր մեղքերս քո առջև և գիտեմ, որ քո որդու Հիսուս Քրիստոսի զոհողությամբ խաչի վրա, որ նա արել է ինձ համար, իմ մեղքերը կհեռացվեն ինձանից այնքան հեռու, որքան արևելքն է հեռու արևմուտքից, ըստ քո խոստումի։ Տեր Հիսուս Քրիստոս, ես բացում եմ իմ սրտի, իմ կյանքի դռները ու հրավիրում եմ քեզ ու խնդրում եմ քեզ, մտիր իմ կյանք, մտիր իմ սիրտ, արի, ապրի իմ մեջ։ Ես ընդունում եմ քեզ որպես իմ փրկիչ, իմ Տեր, իմ Թագավոր և փրկության ու դրախտի իմ միակ հույսը։ Միայն դու կարող ես ինձ մաքուր և անարատ դարձնել, արդարացնել ու սրբացնել ինձ քո սուրբ արյունով և կերպարանափոխել ինձ քո կերպարով։ Խնդրում եմ քեզ, Հիսուս Քրիստոս, արա իմ մեջ, իմ կյանքում այն ամենը, ինչ անհրաժեշտ ես համարում։ Ես հանձնվում եմ քեզ, ես ասում եմ այո և ամեն քո կամքին իմ կյանքի համար։ Ես սիրում եմ քեզ, Տեր, և քեզ եմ հանձնում և քեզ եմ ենթարկեցնում իմ կամքը ու իմ կյանքը։ Քո սերը լցրու իմ մեջ, Տեր, որպեսզի ես կարողանամ սիրել քեզ, կարողանամ ճիշտ ձևով ինքս ինձ սիրել, կարողանամ սիրել մյուս քրիստոնյաներին, մյուս մարդկանց, մերձավորներին և նաև իմ թշնամիներին։
սեր լցրու Տեր իմ սրտում, որ սիրեմ, ոնց որ դու ես ինձ սիրում, ներեմ, ոնց որ դու ես ինձ ներում։ Շնորհակալ եմ ինձ սիրելու համար, շնորհակալ եմ իմ պատիժը կրելու համար, շնորհակալ եմ իմ մեղքերի գինը վճարելու համար, շնորհակալ եմ իմ փոխարեն մեռնելու համար, շնորհակալ եմ քո արդարությամբ ինձ արդարացնելու համար, շնորհակալ եմ ինձ հետ համբերատար լինելու համար, շնորհակալ եմ իմ աղոթքը լսելու համար և շնորհակալ եմ ինձ ներելու համար։ Եվ փառք եմ տալիս Աստծուն, որ դու Քրիստոս հարություն ես առել ու քո հարությամբ ես հիմա ապրում եմ ու մի օր էլ իմ մահից հետո ես հարություն կառնեմ քո լուսեղեն թագավորության մեջ ապրելու համար։ Ես ընդունում եմ քո սերը, ընդունում եմ քո ներումը իմ հանդեպ, որ հասանելի դարձավ միայն ու միայն Աստծո շնորհով, իմ հավատքով և խաչի վրա քո անձնազոհ զոհողությամբ։ Հիսուսի անունով աղոթեցի, ամեն։ Թող փառավորվի Հայրը, Որդին և Սուրբ Հոգին, Սուրբ Երրորդությունը հավիտյանս հավիտենից, ամեն։ Օգնիր ինձ Տեր քայլել նեղ ճանապարհով, փրկության ճանապարհով, օգնիր ինձ հնազանդ լինել քո կամքին, օգնիր ինձ կատարել քո կամքը, ամեն։ Այսքանը սիրելիներս, ավարտեցինք այս գիրքը Աստծո զորությամբ ու ողորմությամբ։ Ես մի շաբաթ, մի 10 օր երկրում չեմ լինելու, բայց կշարունակեմ ձեզ հետ բաներ կիսվել, բայց երբ որ հետ գամ, մենք վերադառնալու ենք Աստվածաշնչին և Ելից գրքին, որը ծննդոցից հետո է։ Այս ընթացքում իմ YouTube-ում դուք կարող եք գնալ, ծննդոցը լսել, մինչև որ մենք կանցնենք Ելից գրքին, որը շատ հետաքրքիր է, այն պատմությունն է, երբ Աստված իր ժողովրդին Եգիպտոսից դուրս է բերում եգիպտական ստրկությունից նրանց ազատագրելու համար։ Այսքանը, մնացեք Աստծո պաշտպանության տակ, Հիսուսի արյան պաշտպանությունը թող լինի ամենքիդ վրա, օրհնում եմ բոլորիդ, Հիսուսի սիրով սիրում եմ բոլորիդ, ամեն։